Երիտասարդների պատանիների մոտ շատ հաճախ կա այդ ընկալումը, որ իրենք դեռևս չեն էլ ուսումնասիրել մշակույթը, չեն էլ ուսումնասիրել արվեստը, եւ այդ դատարկությունը միանգամից լցվում է անորակ լիքը բաներով։ Ինչպես բացատրել, որ սա ոչ թե քո ճաշակն է, այլ սա ցածր է, սա բարձր է։ Դու կարող ես ընտրել Դալիի եւ Բոսխի միջև, բայց երբ դու ընտրում ես Դալիի եւ ձեր հարևան Գարուշ Պապիի միջև ու ասում ես Գարուշ Պապին գարաժների պատերին ավելի լավ է նկարում, այս արդեն ճաշակի հարց չի, այստեղ մի քիչ կոնֆլիկտ կա։ Դա գիտելիքի պակաս է։ Հիմա երբ որ ասում ենք ցածր ճաշակ, այդ ցածր ճաշակ մարդը որ ունի, ինչ որ բաներ գալիս է, ասենք, ընտանիքից։ Ես չեմ ուզում շատ ինձ վրա պատասխանատվություն վերցնել եւ ասել դա գենետիկորեն փոխանցվում է։ Բայց երբ որ քո հայրն ու մայրը չեն կրթվել եւ ունեն ցածր ճաշակ, դու էլ մեծանում ես այդ միջավայրում, դու լսում ես այն, ինչ իրենք են լսում, եւ ոչ միայն իրենք, այլև իրենց շրջապատը, որովհետեւ ամեն մարդ իր նմանին ընտրում է իր ընկեր, չէ՞։ Նույնիսկ ազգականների մեջ երբեմն իրարից հեռանում են, որովհետեւ տարբեր մտածողություն ունեն, տարբեր ճաշակ ունեն, տարբեր գիտելիք ունեն, իրենց նմանին են փնտրում սովորաբար։ Ուրեմն դու այդ միջավայրում մեծացար, գնացիր դպրոց, այնտեղ քեզնով չզբաղվեցին, հետո գնացիր բու, այնտեղ ընդհանրապես քեզնով չզբաղվեցին, որովհետև մենք կրթում ենք, բայց մենք պիտի նաև դաստիարակենք։